Բարի օր բոլորիդ, սիրելիներս, հարևանուհուս խնդրել եմ, որպեսզի պանիր պատրաստելուց ինձ կանչի և մանրամասը նկարեմ, որպեսզի ձեզ բացատրեմ և ցույց տամ։ Հարցերը շատ են և նամակներն էլ շատ եք գրում, ես հիմա շատ մեծ սիրով կպատասխանեմ ձեզ և ընթացքում ցույց կտամ, թե ոնց ենք պանիրը ստանում։ Տեսեք, սա արդեն զտած կաթ է, խառնած է և քաղցրը և թթու նախորդ օրվանից զտած, կաթը լավ տաքանում է, հենց որ տեսնում եք պանիրը չի գալիս, ուրեմն կաթը քաղցր է։ Տեսեք, հարևանուհիս ավելացրեց 2 կաթիլ մայա ջրով պատրաստած բացած, իսկ հիմա որ ավելացրեց թթու սիճուկ էր, 1 լիտրից ավել թթու սիճուկ է, տեսեք արդեն հիմա ընթացքում կխառնի և տեսեք արդեն պանիրը պատրաստ է։ Պտտեցնում ենք շերեփը և պանիրը հավաքվում է ինքը արդեն։ Շատ հեշտ է, սիրելիներս, դուք կարող եք տան պայմաններում պատրաստել, շատ արագ է լինում և հեշտ է, երբ որ մի անգամ անեք, արդեն դուք էլ կսովորեք։ Եվ հիմա ընթացքում ցույց տամ, ինչ ամանի մեջ է դրվում, ինչի մեջ է դրվում, ջրի թե թթու սիճուկի։ Սիրով ցույց կտամ և կբացատրեմ ձեզ։ Տեսեք, արդեն պանիրը հավաքվեց, խառնում ենք էլի, ասեմ, որ այս բաներով հարևանուհիս պատրաստելու է հուսակ, այդ հուսակի պատրաստման ձևը ևս ցույց կտամ, հիմա կտեսնեք։ Ընթացքում էլի խառնում ենք, կրակը շատ ցածր ենք անում, սիրելիներս, արդեն հավաքվում է և դառնում է մի գունդ, ահա տեսեք, լավ սիճուկը պարզեց իր գույնը, տեսեք դեղին է, այդ պտտեցնում ենք, որպեսզի այդ մանր պանրիկները իրենք հավաքվեն ամբողջը մի տեղում։ Ահա հուսակ է արդեն պատրաստում հարևանուհիս, իսկ վերջում ցույց կտամ, թե պանիրը որտեղ է դնում և ինչ ամանի մեջ։ Այս սենց պտտեցնում ենք ինքը և սառը սիճուկը վերցնում ենք, ավելացնում ենք տաք սիճուկ, որպեսզի ինքը երկարի, այս պանիրը երկարում է, մենք նորից հավաքում ենք իրեն, ահա և տեսեք ինքը արդեն դառնում է հուսակ ենք ասում մենք, հուսակ պանիր։ Էլի սիճուկը վերցնում եմ սառը, ավելացնում եմ տաքը, տեսակ ընթացքը։ Եվ արդեն պատրաստ է մեր հուսակը, աղելացնում վրան, տեսեք ինքը հիմա կբացվի, մի հատ թափ ենք տալիս և բացվում է, հատիկ տեսնում եք պանիրը։ Եվ հուսակ ենք ասում, և չեչիլ ենք ասում, տարբեր մարզերում տարբեր անվամբ են անվանում, սիրելիներս, այդ պանրի տեսակին։ Ահա, և պատրաստ է մեր պանիրը։ Հիմա գնանք ցույց կտամ, թե պանիրը, որ պատրաստում է, ինչ ամանի մեջ է դնում և քանի օր է մնում, որպեսզի արդեն հորեն այդ պանիրը։ Ահա, արդեն պատրաստ է, տեսեք, թել, ինքը կարող եք նաև հուսք անել, կան, որ սուպերմարկետում հանդիպած կլինեք, որ գույն են տալիս, արհեստական գույն են տալիս և տարբեր գույների լինում է, սիրելիներս, այս պանիրը։ Ահա, հիմա տեսեք, տոպրակով փակել է, որպեսզի վրայի մասը չդեղնի, ինքը տեսեք թել ընտիր պանիր է, 4-ից 5 գլուխ հավաքում է, տեսեք այս ամանի մեջ, ինքը իրենից սիճուկ է դուրս տալիս և այստեղ ավելացնում ենք սառը ջուր, այդ սիճուկի վրա ավելացնում ենք սառը ջուր և այսպես տոպրակով փակում ենք, որպեսզի վրայի մասը չդեղնի։ Դե էլի ցույց եմ տվել,
որ այս ջրի միջից հանում ենք, դնում ենք քամվի, աղ ենք անում և թողնում ենք աղաջուրը քամվի, այդ սիճուկի մասը քամվի, նոր այս տարաների մեջ ենք սեղմում։ Սիրելիներս, մեր ժամանակները, մեր տատերը գիտենք, մենք կջուջ էինք ասում, այդ կջուջներով էինք հորում պանիրները, իսկ հիմա այս տարաների մեջ 3 լիտրանոց, 5 լիտրանոց տարաներով շատ հարմար է և շատ լավ է այս ձևը, որ երևում է պանիրը կանաչել է կամ դեղնել է, պարզ երևում է այս թափանցիկ տարաներից։ Դե ինչ, հիմա այստեղ արդեն տարայի մեջ կանաչել է, իսկ կանաչելը գրել էիք ինձ, որ ինչ ենք անում, որ կանաչի, ասեմ, որ տեղից է, պետք է, եթե ուզում եք շուտ կանաչի, պետք է տեղը տաք լինի։ Եվ գիտենք, որ մեր տատերը մոխիրի մեջ են պահել այս հորած պանիրը, մոխիրը փոխել են անընդհատ, որպեսզի չոր լինի, իսկ ես, սիրելիներս, այս վերջի տարիները տախտակի վրա եմ դնում և շորը անընդհատ փոխում եմ, մոխիրով չեմ պահում և տեսեք ինչ ձև կանաչում է, շատ համեղ է ստացվում և շատ ընտիր։ Եթե պանիրի վրայի շորը խոնավ մնաց, չփոխեցիք, ապա պանիրը կդեղնի, դրա համար պետք է անընդհատ հենց տեսաք, որ թրջել է պանիրի շորը, այդ տարայի վրայի փոխում ենք և նորից շրջում ենք տախտակի վրա։ Ես այդ ձև եմ պահում, այս քանի տարի է այդ ձև եմ պահում տախտակի վրա և տախտակն էլ ենք փոխում, որպեսզի խոնավ չմնա տախտակը։ Սիրելիներս, մեկ անգամ որ պատրաստեք, արդեն դուք կկարողանաք, դուք պատրաստեք, բոլորիդ ուրախ ձմեռ եմ ցանկանում, այս պանիրը տարվա ցանկացած եղանակին է կարող եք ուտել, կանաչացնել և օգտագործել, ես կանաչացնում եմ և տոպրակներով դնում եմ սառցախցիկ և նաև սպիտակ, այս հենց սպիտակն եմ պահում սառցախցիկում, որպեսզի օգտագործենք։ Դե ինչ, սիրելիներս, հուսով եմ ամեն ինչ պարզ բացատրեցի, շնորհակալ եմ և ցտեսություն բոլորիդ, էլի կհանդիպենք շատ շուտով։